Մենք գնում ենք միասին Ֆրանսիայի դեսպանատուն, Գերմանիայի դեսպանատուն, Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ այդ հարցը իրանց տալիս ենք։ Դուք պատրաստ եք ասել, որ X պահին մենք դառնալու ենք Եվրոպայի մաս։ Որևէ այսպիսի հայտարարություն ոչ ոք չի արել։ Երկրորդը, դուք պատրաստ եք անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին։ Ուկրաինայում դա արդեն 4 տարի քննարկվում է, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինային։ Դա էլ չեն, ռուսները չեն համաձայնում։ Մեզ անգամ չի առաջարկվել դա։ Այս հարցը տրվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարին, նա ասել է ոչ։ Իրեն այդ հարցը կարծեմ մի տարի առաջ տվել էր։ Մի լրագրող ասել էր դուք պատրաստ եք միջամտել, եթե հարձակում լինի Հայաստանի վրա։ Նա ասել է ոչ։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նույնպես եկել էր Հայաստան, իմիջիալոց իր գիրքը գրել էր ցեղասպանության մասին, այն ժամանակ դեռ հայերը ապրում են Ղարաբաղում։ Իհարկե նա ոչ մի ձեն չհանեց, երբ որ հայերին դուրս հանեցին։ Իրեն էլ այդ հարցը տվեցին։ Միացյալ Նահանգները երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը, պատասխան չկա։ Սա շատ հեշտ լուծվող հարց է։ Փոխանակ այս դերասաններին լսելը, այդ հարցը ուղղակի պետք է տալ Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Եվրոպական միության ղեկավարներին, ինչ ձևով դուք պատրաստ եք երաշխավորել մեր անվտանգությունը եւ ինչ ձևով, որովհետեւ Ուկրաինայում ոնց երաշխավորեցին, մենք տեսանք։ Ձեր աչքերի առաջ երաշխավորում են։ Էն էլ մի ուրիշ օրինակն էլ Վրաստանն էր, հենց մեր կողքը 2008 թվականին, երբ որ նրանք չմիջամտեցին։